Ցենք այսօր քիչ ավելի երկար ժամանակ անցնել, որպեսզի վերջացնենք երկրորդ գլուխը, երկրորդ Պետրոսի, հավասիկ կսկսենք երկրորդ Պետրոս առաջին գլուխեն, համար 16-ին, ուր որ թողած էինք անցյալ անգամ։ Պետրոս կսե վասնզի ոչ թե մենք վարպետությամբ շնված առասպելներու ետևեն գերտանք, մեր Տեր Հիսուս Քրիստոսին զորությունը եւ գալուստը ցեզի ցուցեցինք, հաբա անոր մեծապարությանը ագանադեսը լալով, ուրեմն Պետրոս այստեղ գսե հետևյալը, առասպելներով չէ որ մենք ցեզ կկարոզենք, մենք չենք կարոզեր շինված մարդկային առասպելներ, մենք ցեզ Հիսուս Քրիստոսի զորությունը կներկայացնենք, ցույց կտանք այդ իր մեծապարությունը եւ քանի որ մենք ագանադես եղանք։ Պետրոս ինքը ագանադես վգա էր Հիսուսի մարդկության, բայց նաև Հիսուսի աստվածությանը։ Եվ որ 17-րդ համարը գարտանք կսե, վասնզի հոր աստուծմե փառք եւ բադիվ արավ այն մեծավայելչության փառքեն, այնպիսի ցայնը եկավ, թե ադիգա է իմ սիրելի որդիս, որին հավներեմ։ Եվ երկինքեն եկած այս ցայնը լսեցինք մենք, որ անոր հետ էինք Սուրբ լերանը վրա։ Պետրոս իր վկայության մասին կխոսի ինք երբ դեսավ Հիսուս Քրիստոսի փառքը այլագերբության լերան վրա Մատթեոս 17-ին մեջ դեսավ այլագերբության վրա Հիսուս Քրիստոսի փառքը գսե մենք մեր աչքովը տեսանք մենք մեր ականջովը լսեցինք ինչ որ ցեզ կկարողենք առասպելներ չեն մարդկային վարդապետություններ չեն շինձու բատմություններ չեն ամբողջ երկրորդ գլուխը այս թեմայով պիտի խոսի քանի որ արդեն Պետրոսի օրերուն սուտ վկայություններ սուտ մարգարեություններ առասպելներ ավելորդաբաշխություններ սուբկրայի ավետարանի հիմքեն դուրս ելած բատմություններ արդեն գուկար եւ գբատմվեր եկեղեցիներու մեջ Եվ քիչ հետո պիտի տեսնենք շատ խիստ պիտի խոսի Պետրոս։ Եվ ես այսօր հարց կուտամ արդյոք եթե Պետրոս ըլլար իրեն հետևորդ կամ իր մե հետո եկած առաջնորդներուն կյանքը տեսնելով կամ այսօրվա եկեղեցին վիճակը տեսնելով ինչ պիտի ասեր։ Մենք կսե Քրիստոսի զորությունը իր քալուստը ցեզի հայտնեցինք, քանի որ մենք ագանադես եղանք, մենք լսեցինք այն ցայնը, որ Աստված հայրը ինքը ասավ, այս է իմ սիրելի որդիս անոր մդիկ ըրեք, այս է իմ սիրելի որդիս, որուն հավներեմ, ասել գուզե ամեն էությունը, աշխարհային, մարդկային, դիեզերային, բոլոր գետրոնացումը պետք է ըլլա Հիսուս Քրիստոսի վրա, ասել գուզե Պետրոս։ Ինչու, քանի որ երկնային աստվածային ցայնը այդ խոսքը գսե Այս է իմ սիրելի որդիս, որուն հավներեմ։ Համար 19-ը մարգարեական խոսքնալ ունինք, որ ավելի հաստատուն է եւ աղեք գնեք, եթե անոր ուշադրություն ունեք, որբեսի մութ դեղը լույս տվող ջրակի պես մինչև ծորե գլուստնյա եւ արուսյագը սրդերնուտ մեկ ցակի։ Ինչս էլ գուզե Պետրոս։ Գսե մենք ագանադես եղանք, մենք լսեցինք, այո, բայց մենք ավելի ունենք։ Մենք մարգարեական խոսք ունենք, որ ավելի հաստատուն է, քան թե ագանադես վգան։ Գիտեք, ագանադես վգան գխոսի ինչ որ տեսած է, ինչ որ լսած է։ Այս բանը Պետրոս կսե։ Բայց մարգարեությունը շատ ավելի կարևոր է, շատ ավելի հաստատուն է, քանի որ մարգարեությունը կստանանք հավատքով եւ ոչ թե դեսությունով կամ ըսկացումներով կամ երազներով։ Պետրոս կսե մենք ոչ թե միան Աստծո Քրիստոսի աստվածալալը տեսանք, լսեցինք, այլ նաեւ մենք ունենք մարգարեություն։ Մարգարեություն, որ Քրիստոսն է լույսը։ Եվ գսե ador ավելի մդիկ ըրեք որբեսի ծեր սրդերուն մեջ ջրակը վարի և գսե արուսյագը սրդերնուտ մեջ ձակի այդ արուսյագը որում մասին գխոսի Պետրոս և որ գարտանք
հայտնության 22 գլխուն համար 16-ը այդ արուսյագին մասին գրված է, թե այդ արուսյագը Հիսուսն է։ Այո, սատանան արուսյագի գերբով գերևնա լույսի պես, բայց արուսյագը, արևի արուսյագը Քրիստոսն է։ Ուրեմն գսե այնպես այդ մարգարեությունը լսեցեք, հայտնությունը ստացեք, որ Քրիստոս ձակի ծեր մեջ։ Բայց գիտեք մի բան գսե համար 20, եւ ես կգարձեմ, որ այս համար 20-ը եւ 21-ը այսօրվա համար շատ կարեւոր է, որ հասկանանք։ Բայց առաջ ասիգա գիտեք, թե քրկերուն բոլոր մարգարեությունը իր անհատական մեկնությունը չունի։ Վասնզի մարգարեությունը երբեք մարդկոց կամքին պես չստացվիր, չդրվեցավ, հաբա Աստծո սուրբ մարդիկը սուրբ ոգին շարժված խոսեցան։ Ինչը սելգուզ այստեղ Պետրոսը, սելգուզը ուշադիր եղեք, մենք լսեցինք, մարգարեություն եկավ մեզի, եւ ուշադիր եղեք, քանի որ այս մարգարեությունը շատերը գշեղեն, եւ շատեր գսեն, թե իրենք ալ մարգարեությունը ստացան։ Բողոսկս այդպես չէ։ Մարգարեությունը անհատական դիրքերը չի գաղտնեցներ։ Մարգարեությունը անհատական մեկնություն չունի։ Մեկ խոսքով ամեն մարդ իր ուզածին պես չի մեկնաբաներ եւ պետք չէ մեկնաբանել մարգարեությունը։ Մեկ խոսքով Աստծո խոսքը։ Աստծո խոսքը այնպես չէ, որ ուզած մարդը ուզած թևով կբացատրի։ Հիմա նայեցեք, ինչեր կտեսնենք, ինչ բաներ կլսենք, ինչ քարոզներ կլսենք, ինչ սերտողություններ կլսենք, ամեն մեկը իր ուզածին պես կմեկնաբանե։ Եվ այդ տվյալանցը կսե ինձի Աստված հայտնեց։ Եվ այսօր այդ տեսակի քարոզիչներ լեցուն են այսօր ինտերնետի վրա։ Աստված հայտնեց ինձի։ Եվ այդտեղ են բան մգսե։ Սիրելի քույր եղբայրներ, Պետրոս կսե Պետրոսի օրով։ Հիմա դիտենք այդ սուտ վարտաբետները այդ օրերը գային։ Հիմա շատ ավելի։ Պետրոս կսե ուշադիր եղեք, ինչ կլսեք։ Աստծո խոսքի մեկնաբանությունը շատ կարևոր է։ Ուշադիր եղեք, ով կմեկնաբանե, ինչ մտքով կմեկնաբանե եւ ինչ շարժարիտով կմեկնաբանե։ Քանի որ կսե մարգարեությունը չէ դրված մարդուն կամքին համաձայն։ Եվ այսօր մենք երբեմն Աստծո խոսքը կուզենք մեկնաբանել մեր կամքը կամ մեր վարտաբետությունը մեջտեղ բերելու համար։ Աստծո խոսքը չի գտնար մեկնաբանվել տարբեր ձևերով։ Ինք ունի միայն մեկ մեկնաբանություն։ Այն մեկնաբանությունը, որ Աստված ինքը հայտնեց եւ քեզի եւ ինձի գինա սերդել ամբողջ գիրքը հասկանալու համար ամեն մեկ բարի, ամեն մեկ խոսքի մեկնաբանությունը։ Ինչ որ հիմա մենք կնենք։ Ուրեմն գսե մարգարեությունը ներշնչված է Աստծո սուրբ մարդիկով, Աստծո սուրբ հոգին մարդկանց։ Որ մարդկանց։ Առաքյալներու եւ մարգարեներուն, որոնք մենք կգարտանք եւ կսերնենք։ Մենք չենք հետևիր այս կամ այն ուսուցիչը, որ Աստուծո հայտնություն կստանա։ Մենք կնախընտրենք հետևիլ Աստվածաշունչին հստակ ձևով, իմանալով, որ երբեմն կան երկրորդական նյութեր, որոնք իրենք տարբեր մեկնաբանություններ կարելի է ընդունել, բայց չենք կարող ասել երկրորդական նյութերու վրա, որ Աստված մեզի տարբեր ուղղություններ կտա։ Ոչ։ Աստված եւ Աստծո խոսքը գրված է մեզ ուղարկված է, դրված է մեկ նպատակի համար։ Մեզի գինա սերդել եւ նաեւ մեզի գինա խոնարհիլ այդ խոսքին արչեւ։ Շատ մարդիկ իրենք ունին իրենց միտքը, իրենց խաղապարները եւ Աստծո խոսքը գարտան իրենց խաղապարները շեշտելու համար, կամ իրենց խաղապարները վավերացնելու համար։ Եվ այդ տեսակ մարդիկ նույնիսկ քիրքեր կգրեն։ Քիրքեր կգրեն մարգարեության հետ կապված։ Քիրքեր կգրեն այս կամ այն նյութերու հետ կապված։ Եվ երբ որ գնայիս գրնասեն եղբայր այդ քու գարձիկը դե, բայց այդ Աստծո գարձիկը չի գրնարալա։ Դու դերևս այդպես կգարձես, դու դերևս այդպես կհավատաս, բայց լավ սերդ է, ուրիշ մեկնաբանություն ալկա նույն համարներուն վրա։ Անորոմալ Աստծո խոսքը գսե մեկնաբանությունը Աստուծո մեկնաբանությունը պետք է լա, եւ ոչ թե մարդկային։ Եվ ոս կարևոր է, որ մենք այս համար ասենք, թե
մարդկոց գամքին համացայն չէ որ դրված Աստծո խոսքը, այլ իր գամքը մեզ հայտնելու համար։ Ուրեմն մենք պետք է խոնարհ լինենք, երբ Աստծո խոսքը կսերտենք։ Խոնարհ պետք է լինենք, երբ Աստծո խոսքը կքննարկենք, եւ խոնարհ պետք է լինենք նաեւ ամեն ամբողջ Աստծո խոսքը սերտենք, եւ որ գուզենք նյութը սերտել Աստծո խոսքեն, պետք է մենք քննարկենք ամբողջ քրվածքը եւ ոչ թե մի քանի համարներ։ Ինչ որ շատ աղանդներ գնեն, շատ նույնիսկ քարոզիչներ եւ ուսուցիչներ այդպես կնեն, իրենց ուզածը հայտնելու համար մի քանի համարներ մեջբերում գնեն եւ գսեն որ այսպես է։ Չէ, մենք պետք է սորվենք ամբողջ քիրքը քննարկել եւ տեսնել թե ամբողջ քիրքը ինչ կսե այս կամ այն աստվածային ուղղության համար եւ ոչ թե մի քանիները։ Ամեն։ Ուրեմն ամեն բան առաջ գիտեք թե բոլոր մարգարեությունը իր անհատական մեկնությունը չունի։ Ինչու, վասնզի մարգարեությունը երբեք մարդոց գամքին պես չդրվեցավ, հավադրվեցավ Աստծո կողմեն Սուրբ Օգիով ներշնչված այդ մարգարեներուն կամ այդ առաքյալներուն։ Եվ գնան գսել Աստվածաշունչը փակվեցավ հայտնության 22-րդ գլուխեն հետո։ Անգևերջ առաքյալ չկար, որ մեզ փոխանցեր Աստծո խոսքը։ Ուրեմն Աստվածաշունչեն դուրս եկած բոլոր մտքերը, սովորությունները, նույնիսկ ավանդությունները ընդունելի չէ, քանի որ այդ սովորությունները, ավանդությունները առաքյալներուն եւ Աստծո նշած առաքյալներուն, Աստծո նշած մարգարեներուն կողմեն եկած չէ։ Ուրեմն մենք կրնանք ունենալ ուսուցիչներ, մարգարեներ, առաքյալներ, այո, բայց ինչ ասել է։ Ասել է Աստծո հայտնված խոսքը փոխանցողներ, ոչ թե նոր հայտնություններ բերողներ։ Ուշադիր եղեք սիրելիներ, այսօր այդ դեսագի մտքերով լեցված մարդկանց պատճառով եկեղեցին գդուժե։ Իբր թե հայտնություններ ստացած են, իբր թե հայտնություն կա։ Աստծո խոսքը մեզ բավարար է։ Աստծո խոսքը մեզ բավարար է։ Ինչ որ պետք ունիս քո հոգևոր կյանքի, ընտանեկան կյանքի, ֆինանսական կյանքի եւ այլն, ինչ որ պետք ունիս Աստվածաշունչը ծննդոցեն մինչև հայտնություն բավարար է։ Գուզեմ շեշտել, որպեսզի լավ գիտնաս եւ ուշադիր եղեք ինչ կլսեք, ինչ տեսակի շագերտյալ քարոզիչներ կլսեք, երբ ամեն օր մի քանի հայտնություն կստանան եւ այդ հայտնությունները, երազները կամ դեսիկները կփոխանցեն մարդկանց վարդապետական ուղղություն տալով։ Ոչ սիրելիներ, Աստծո խոսքը հստակ է եւ բավարար է։ Դերևս շատերը պիտի չընդունեք ինչ որ գսեմ, այս ծեր գիտնալիքն է, բայց ճշմարտությունը այստեղ է։ Աստծո խոսքը բավարար է մեզ շտկելու, հանդիմանելու, փոխելու, որովհետեւ մենք գլանք Աստծո հաճելի մարդ։ Ուրեմն, երբ որ կգարտանք Աստվածաշունչը, երբ որ կմեկնաբանենք Աստվածաշունչը, մենք շատ խոնարհ պետք է լինենք, հասկանալով թե ինչ կսե խոսքը եւ ոչ թե ինչ ես կուզեմ, որ ասե խոսքը։ Այսօր շատ մարդիկ այդպես են։ Գարտան եւ իրենց խաղապարը կուզեն փոխանցել։ Այդպես չէ, երբ որ մենք կգարտանք, պիտի սորվենք Աստծո խաղապարը, միտքը, ուղղությունը հասկանանք, սերդենք ամբողջ գիրքը եւ դերևս այդպես փոխանցենք։ Հալելույա։ Այս տարու ամենամեծ վտանգն է, որ այսօր տարբեր տեսակի գոչված եկեղեցիներ այդ վտանգեն կանցնեն։ Թարերեն եկած եկեղեցիներ, նոր տեսակի խմբակներ, աղանդավորներ, մի խոսքով ամեն քրիստոնյա հոգևորություններ կամ հոգևորական շարժումներ, տարբեր եկեղեցիներ, ամեն մեկը ուշադիր պետք է լինեն վերադառնալով Աստվածաշնչյան հայտնության եւ ոչ թե կարծելով, ոչ թե կարծելով։ Մենք երբեմն պատմություններ կլսենք, այսօր քարոզիչներ ատամին դարիքը գուտան, եւ այն դարիքը գուտան, երբ ծներեն, ինչպես ծներեն, ժողովուրդ երբեմն պատմություններ կլսենք, որ գսենք որտեղ են այդ միտքը, որտեղ են այդ միտքը։ Եվ որ Սուրբ Գիրքը լուր է մի թեմայի համար, մենք պետք է լուր մնանք այդ թեմայի մեջ։ Եվ որ Սուրբ Գիրքը հստակ է, մենք պետք է հստակ լինենք։ Եվ որ Սուրբ Գիրքը շատ բան չի հայտներ, մենք ալ պետք է մնանք այդ խոնարհության մեջ։
մենք չենք կրնար Աստծո չի հայտնած բաները հայտնաբերել։ Մենք չենք կրնար սուբ գիրքեն բացի ուրիշ հայտնություններ մեջտեղ բերել, վստահ եղեք, որ միշտ եւ միշտ սխալական պիտի ալանք։ Ուրեմն ես կնախնդրեմ, որ մենք մնանք Աստծո խոսքի հայտնության մեջ, ինչպես որ է, եւ կոհանանք։ Եվ ասեմ թե սիրելիներ, նոր հայտնության պետք չունենք։ Եթե այս խոսքին մեջ մենք բավարար ապրենք, եթե այս խոսքին համաձայն ապրենք, մեզ բավարար է։ Աստված մեզ ուրիշ բաներ պիտի չի հարցնի։ Մենք ուրեմն գարտանք, սերդենք, որ հիմա գնենք, յուրացնենք խոսքը եւ ապրենք այդ խոսքին համաձայն։ Բավարար է մեզ։ Նորություններու մեջ չմտնենք։ Նոր բաներ, որ քրված չեն, չփնտրենք։ Այո, սերդենք, նոր բաներ սորվինք Աստծո խոսքին, այո։ Մեր կյանքի միջև վերջ պիտի սորվինք, այո։ Բայց Աստծո խոսքեն դուրս չէ։ Մարդկային հայտնություններ չեն։ Մարդկային գամքը, մարդկային երազանքը չէ։ Աստծո խոսքը։ Ամեն։ Բարավորվի Տերը։ Okay, հիմա սիրելի քուրիակներս շարունակենք գլուխ 2 երկար է պիտի փորձեմ արագ երթալ շեշտը տրված է սուտ վարտաբետներու վրա։ Պետրոսի օրով սուտ վարտաբետներ կային։ Հիսուսի օրով կային։ Ուրեմն այդ սուտ վարտաբետները կշտկե Պետրոս եւ ես կկարծեմ, որ այսօր 2025-ին գիտեք որքան այս խոսքը այժմիական է։ Որքան մենք պետք է այս խոսքը հասկանանք եւ ապրենք, քանի որ հիմա ավելի վատ է եկեղեցիներու մեջ։ Քարոզներ կան, այնպես քարոզներ, որ մարդուն կհաջեցնե, ինչպես հիմա քիչ հետո պիտի գարտանք, այո, ժողովուրդ լեցուն այդ տեսակի խոսքեր կընդունին, եւ այդ տեսակի խումբերուն մեջ շատ ժողովուրդ կա, այո, բայց ինչ կխոսվի։ Մարդկանց հաճելի բաներ, որ մարդը հաճելի հսկա, շատ սուտ հույսեր կդրվի մարդկանց, օրինակի համար ամեն ինչ լավ պիտի լա քեզ համար, դու մի անհավատա, բայց որ խոսքի վրա հիմնված է այդ խոսքը, օրինակ կտամ, ինչս էլ է ամեն ինչ լավ պիտի ըլլա, ինչս էլ է հարադև է Աստված քո կամքդ անպայման պիտի կատարե, քո սրտիդ ուզածը անպայման պիտի տա, ինչպես կրնան գսել այս, ուր գրված է սուբ գիրքին մեջ, այս տեսակի անհիմն խոսքեր։ Ուրեմն ուշադիր պետք է ըլլանք սուտ մարգարեները եւ վարտաբետները, սուտ կարոզիչներ, սուտ հովիվներ, սուտ կահանաներ, մարդկանց հաջեցնելու նպատակով վազողներ, ուշադիր եղեք, որքան օրերը գճարանան, այնքան սրդի հաջելի խոսքեր, կարոզիչներ պիտի շատանան։ Անոր համար հիմա ամեն գոմ կարոզիչներ կան։ Ցերկը հերախոս ունեցողը կարոզելու կսկսի։ Okay, բայց ինչ։ Թող Աստված շատցնե կարոզիչները։ Այո, ամեն։ Բայց ինչ կարոզիչ, ինչ իման վրա։ Մարդիկ իրենք իրենց եւ Պողոս սկսե Թիմոթեոսին վերջին օրերը մարդիկ իրենք իրենց հովիվներ պիտի տան։ Այն հովիվները, որ իրենց սրտին համեմատ կկարոզեն, որ մարդկանց կհաջեցնեն, որ մարդիկ կուզեն այդ լավ խոսքերը լսել։ Ահա սուտ վարտաբետներ։ Պետրոս կսե երկրորդ գլուխ առաջին համար սուտ մարգարեներ ալգային ժողովրդին մեջ։ Ինչպես ծեր մեջ ալ սուտ վարտաբետներ պիտի ալան, որոնք գաղտուկ պիտի մտցնեն գորստապեր հերձվածներ ու զիրենք ձախու առնող դերը ուրանալով իրենց վրա պիտի բերեն արակահաս գորուստներ կամ արակահաս գորուստը։ Սուտ վարտաբետներ պիտի կան գսե, որոնք այստեղ կարևոր է քախնի ցևով, շատ խորամանկ ցևով, գամած պիտի մտցնեն Աստծո ժողովրդին մեջ հերձվածություններ։ Գամած ճշմարտությունը պիտի անարգեն։ Գամած շեշտը պիտի տրվի ոչ թե ամենագարող Տեր Հիսուս Քրիստոսի արյան վրա,
այլ իրենց գետրոնացնելով իրենց անձին վրա։ Գորստապեր, գորուստ դանող հերձվածություններ պիտի բերեն, բայց գրված է քախնի ցևով, գամած, ոչ թե մեկ անգամ են, քանի որ եթե մեկ անգամ են ասեն, շատեր պիտի հերանան, բայց գամած, հաջույքով, խելացի խոսքերով, հրաբուրիչ խոսքերով, մարդկանց Աստծո Հիսուս Քրիստոսի ճշմարիտ, ինչպես ասեմ, խաչի հարության զորութենեն պիտի հերացնեն։ Եվ գսե զիրենք ձախու առնող դերը պիտի ուրանան։ Այսօր շատերու մոտ Հիսուս Քրիստոսի խաչը եւ հարությունը գարձեք չի բավեր։ Ուրիշ բաներու հետև են գվազեն։ Շատեր գուզեն հայտնություններ ստանան։ Շատեր գուզեն մարգարեություններ, բարգևներ, որովհետեւ լավը սկան իրենք։ Շատեր գուզեն հրաշքներ տեսնել։ Շատեր գուզեն Սուրբ Օքի բարգևներով լեցվիլ, որ ասեն որ հա, իրենք արդեն բրգված են, իրենք արդեն լավն են։ Բայց այստեղ գսե այս արդեն գամած այն վարտաբեդությունն է, որ մեզի կբերե գամած ասելով Հիսուս Քրիստոսի արյունը եւ խաչը այնքանալ բավարար չէ, պետք է այս բանն ալնես, պետք է այսպես աղոթես, պետք է այս բանը դաս, պետք է այս բանը անես, որովհետեւ դիրոջ հաջեցնես։ Այս Հիսուս Քրիստոսի մեզ ծախու արածը ուրանալն է։ Երբ որ ավետարանը մեզ բավարար չէ եւ գողքին գավելցնենք վարդապետություններ, առասպելություններ, ձիսապանություններ, եւ որ գնենք բաները, որ սուկիրքի մեջ չգա, արդեն այդ քեզի գսե արակահաստ գորուստը կհասնի քեզ։ Եվ այդ հավանական պատիժն է, որ քիչ հետո պիտի տեսնեք որքան այս պատիժի մասին գխոսի Պետրոսը։ Համար 2 շատեր անոնց գորստական ընթացքներուն յետևեն պիտի երթան, որոնց համար ճշմարտության ճամփան պիտի հայոյվի։ Շատեր գսե այդ տեսակի սուտ մարգարեներուն յետևեն պիտի երթան եւ անոնց պատճառով ճշմարտությունը պիտի հայոյվի։ Ասել որ մարդիկ այն հետևորդներուն պիտի նային եւ այդ հետևորդները որ սխալ վարտաբերություններու կհետևին, անհավատները անոնց նայելով ճշմարտությունը պիտի հայոյեն եւ պիտի ասեն ասոնք են հավատացյալները։ Այսօր գբադայ այս մեր եկեղեցիներու մեջ մարդիկ եկեղեցի երթան հավատացյալ են իբր թե կքարոզեն, հայտնության մասին կխոսին, Սուրբ Հոգիով բաները գսեն, բաները գնեն եւ այլն, բայց երբ որ իրենց կյանքը կտեսնենք որ գապ չունի այդ խոսքին հետ, որ իրենք կխոսին, կամ այդ հայտնություններուն հետ, որ իրենք իբր թե ստացել են, եւ անոնց պատճառով շատ անհավատներ կհայոյեն եւ եկեղեցին, եւ հավատացյալները, եւ ճշմարտությունը։ Գսեն արդյոք այս է Քրիստոսը, այսպես պետք է լա Քրիստոսի հետևորդը։ Ինչու, քանի որ սուտ վարտաբետները սուտ խոսքեր կխոսին, սուտ մարգարեները սուտ մարգարեություններ գնեն, սուտ հավատացյալները սուտ բաներու ետևեն գվազեն եւ ճշմարտությունը չեն ապրիր եւ ճշմարտությունը չեն կարոզեր։ Եվ անոր համար շատեր բիդերտան այդ սուտ մարգարեներու ետևեն, նայեցեք ընդհանրապես եւ որ գտեսնեք լեցուն մարդիկ վարտաբետու կարոզիչներու կհետևին, լեցուն մարդ եկեղեցիները լեցուն են, վստահ եղեք որ այդ սխալ բան մգա։ Քիչ է ճշմարտության հետևորդը։ Նեղ է ճանապարհը որ ճշմարտություն կդանի։ Լայն են անոնք որ իրենց հաջույքի քարոզները գուզեն լսել։ Լայն դեղեն լայն ճանապարհ է այդ մարդիկը որոնք հաջույք կառնեն Աստծո խոսքը լսելով, քանի որ Աստծո խոսքը իբր թե իրենց կհանգստացնե։ Ոչ սիրելիներ, այդ սուտ մարգարեության հիմքն է, որ գամած գախնուծեվով մեզ կհերացնե ճշմարիտ ապաշխարութենեն, Հիսուս Քրիստոսի խաչելության եւ հարության զորութենեն, մեզ գամած կհերացնե եւ մեզ գտնե այդ մեզ մարդկային ըսկացողական հավատքի մեջ եւ ուշադիր եղեք այս կետին, որ այս գորուստի գտանի մարդուն։ Համար 3 ակահությունով եւ խորամանկությամբ հնարած խոսքերով մեզ ցեզ պիտի շահագործեն։ Ակահությամբ եւ խորամանկությամբ
ակահությունը սել է իրենց անձը, իրենց անձին շահը։ Ուրեմն այդ սուտ մարգարեները իրենց անձը, իրենց ինչ ասեմ, իրենց շահը փնտրելով խորամանկ ծևերով պիտի շահագործեն հավատացյալները։ Այս մարգարեությունը որ գնե Պետրոս ինչ որ հիմա կկատարվի։ Անձնագետրոն կարոզիչներ իրենց եկեղեցին, իրենց առաքելությունը, իրենց կազմակերպությունը կուզեն բարելավել կամ զարգացնել, որուն շահուն գործված մարդկանց, որոնց սխալ խոսքերով կքաշեն դեպի իրենց, խորամանկությամբ, ջարդարաբեդությամբ, ջարդարախոսությամբ կքաշեն դեպի իրենց, որպես իրենց ծրագիրը կդարվի եւ իրենք փառավորվին։ Ինքնագոչ հովիվներեն հերու մնացեք։ Ինքնագոչ քարոզիչներեն հերու մնացեք։ Թերևս շատերը պիտի հիմա հարվածեն ինձ։ Շատերը պիտի թերևս խոսին ինչ որ պիտի խոսին իմ հանդեպ, բայց ես կուզեմ այս խոսքը քեզ փոխանցեմ։ Ակահությունով եւ խորամանկությունով շատերը պիտի հերանան ճշմարտութենեն, քանի որ իրենց ուզածը պիտի լսեն։ Շատեր այսօր եկեղեցիները դուրս կելեն, իրենց հոգևոր ընտանիքներեն դուրս կելեն, ասելով որ այդտեղի եկեղեցին ես ավելի լավ կզգամ, ես ինձ այնտեղ։ Ուրեմն մարդիկ իրենց անձին լավ զգալը կփնտրեն եւ ոչ թե ապաշխարությունը եւ զղջումը Քրիստոսի առջեւ։ Շատեր կփնտրեն իրենց լավ զգալը, լավ ըլլալը եւ ոչ թե ճշմարիտ հավատքը։ Եվ այս տեսակի քարոզիչներ եւ այս տեսակի եկեղեցիներ այսօր կքաչալերեն այդպես մարդկանց, որ իրենք լավ զգան իրենց խմբակներեն ներս։ Այո, համար գսե որոնց թադաբարդությունը շադոնցմե պատրաստ ըլլալով պիտի չուշանա ու անոնց գորուստը պիտի չմրապե։ Այո, բադիշ կա։ Բադիշ կա այդ գրնամսել վարտաբետներուն, կարոզիչներուն, հովիվներուն, որոնք մարդկանց գքաշեն դեպի իրենց անձին, իրենց կազմակերպության, իրենց եկեղեցին եւ այդ մարդկանց սխալ խոսքերով, հրաբուրիչ խոսքերով, խորամանկությամբ կքաշեն դեպի իրենց, ահավասիկ համարը գսե անոնց թադաբարդությունը պիտի չուշանա։ Լուրջ թեմա է եւ այս թեմայի մեջ բոլորս կանք։ Դժբախտաբար այսօր եկեղեցիներու մեջ այս ուղղությունն է որ ավելի առաջ կերտա, ուր լավ գզկաս հոն կնա գսվի։ Ուր հոգևոր եկեղեցիներու մասին է խոսքս, ուր լավ գզկաս դուն քեզ հոն կնա։ Բայց սիրելի քույր եղբայրներ այդպես չէ։ Ոչ թե ես ուր որ լավ գզկամ հոն բիդերտամ, այլ ուր որ դիրոջ խոսքը ինձ ապաշխարության գմղե հոն բիդերտամ։ Ուր որ դիրոջ խոսքը ինձ պիտի սորվեցնես, պետք է խոնարհիմ հոն բիդերտամ։ Ուր որ այդ եկեղեցին որ ինձ պիտի սորվեցնե ճշմարտությունը, որ ես պետք է խոնարհիմ դիրոջ առջև, ես հոն պետք է երտամ։ Այն եկեղեցին որ ինձ կսորվեցնե ամբողջ սուպ գիրքը սերդել, ես հոն պիտի երտամ։ Այն եկեղեցին որ ինձ կսորվեցնե իրական երկրբակել Աստծո խոնարհությամբ եւ հոգով եւ ճշմարտությամբ, ես հոն պետք է երտամ։ Այն եկեղեցին որ ինձ կսորվեցնե միապանությունը, սերը եղբայրներու եւ քույրերու մեջ, ես հոն պիտի երտամ։ Ես պիտի երտամ այնտեղ, ուր Աստծո խոսքը հստակ ձևով կքարոզվի, բայց նաեւ գաբրծվի։ Այնտեղ, որ մարդիկ կսորվին ապաշխարել։ Այո, կադարյալ եկեղեցի չկա, բայց կա եկեղեցի, որ կսորվեցնե ճշմարիտ ապաշխարությունը։ Եվ ոչ թե ջիսապանություն, ոչ թե եկեղեցական գարկ ու կանոնը, ոչ թե այս կամ այն հովիվին կամ առաջնորդին այսպես թագավորի մեզ բադվել կամ հարկելը։ Անոնց գորուստը մոդ է գսե, անոնք որ ակահությամբ եւ խորամանկությամբ մարդկանց կքաշեն դեպի իրենց եւ ոչ թե Քրիստոսի։ Համար 4-ն սկսյալ։ Պասնզի եթե Աստված մեղ կործող հրեշտակներուն չխնայեց,
Հաբախավարի գաբերով դարդարոսը ծկած Դադաստանի բահել դվավ ու առաջվան աշխարհնա չխնայեց միայն թե Նոյը 8-րդ անցը արդարության քարոզիչը բահեց եւ չրհեղեղը ամպարիշներուն աշխարհին վրա բերավ երրորդ օրինակը համարվեց Սոդոմ Գոմորին քաղաքը մոխիրի դարձնելով ու գործանելով դադաբարդեց յետքը ամպարիշտ մարդոց օրինակ ըրավզանոնք բայց ազատեց արդար Ղովդը որ անօրենությունը անարակ վարկեն ցանցրացեր էր վասենզի այն արդարը անոնց մեջ կենալով աչքովը տեսնելով ու ագանչովը լսելով օրեոր արդար հոգին գդանչեր անոնց անօրեն վարկովը ուրեմն գսե դերը գիտե բարեբաշտները փորձութենե ազատել եւ անիրավները դանչանքի համար Դադաստանի օրվան բայել այստեղ գուտա 1 2 3 4 օրինակ այս 4 օրինակի մեջ կսե Աստված բաճեց Աստված չի գրնար թիմանալ այն անարդարությանը եւ այս օրինակը լալով գսե դու գալ ուշադիր եղեք որ Աստվածաբաշտը բարեբաշտը ճշմարիտը պիտի օրտնե եւ անմարտը որ ամբարիշտ է պիտի դադաբարդե գուտա ուրեմն նախ հրեշտակներուն ուրեմն դևերու օրինակը որ երբ մեղ կորձեցին հրեշտակները այստեղ գհիշեցնեմ մեզ ծննդոց 6-րդ գլուխը անոնց կսե այդ 4 ոգիներուն դարդարոսը դարավ գաբեց բահեց եւ երկրորդ օրինակը նոյին օրինակն է չրհեղեղին օրինակն է որ Աստված բաճեց անարդարը բայց արդարին փրկեց երրորդ օրինակը Սոդոմ Գոմորն է որ Աստված բաճեց այդ բոլոր սոդոմացիները գոմորացիները բայց բահեց Ղովդին արդարին ուրեմն այս օրինակները դալով Աստված կսե ես գիտեմ բահել արդարը եւ բաճել անարդարը եւ Ղովդին համար այստեղ գսվի հետեւյալը որ ինք արդար էր ինչին մեջ արդար էր Ղովդը քանի որ չեր գրնար թիմանալ այդ անարդարությանը երբ կտեսներ Սոդոմ Գոմորի մեջ այդ աղդոտությունները չեր գրնար թիմանալ եւ անորոմար Աստված իրեն բահեց եւ որ մենք կտեսնենք մեր եկեղեցիներուն մեջ անարդարություն խաբեություն սուտ վարդապետություն ինչպես այստեղ սորվեցնե Պետրոսը եւ որ գլսենք սուտ քարոզչություն եւ որ գլսենք բաներ որ սուտ գիրքի մեջ չկա եւ որ մարդը գկարոզի առանց սերդողություն ունելու եւ որ գտեսնենք որ մեկը 2-3 բաներ գիտե սուտ գիրքեն իրեն հովիվ գցերնատրեն ժողովուրդ կանտրատարնան կսենք ուր գերտանք 2-3 տարվա ապաշխարած իրեն հովիվ գցերնատրեն եւ այդ մարդը եկեղեցի առաջնորդ է չագերդյալ եւ որ այս բաները գտեսնենք ինչպես Ղովդը գտեսներ Սոդոմ Գոմորի մեջ անարդարությունը նույն բանը որ մենք գտեսնենք այսօր հոգեվոր կյանքին մեջ այսօր մատեման Պետրոս հոգեվոր եկեղեցի մասին կխոսի եւ որ եկեղեցի մեջ գտեսնենք սուտ վարդապետություն սխալ վարդապետություն դիսապանություններ ավանդություններ քարոզիչներ որոնք իրենց երազները կպատմեն մարդկանց ինչ կնենք Ղովդը գճարճարվեր եթե դու նալ գճարճարվիս եւ գուզես արդարությունը Աստված քեզ պիտի օգնե այո պետք չէ լրենք մենք սխալը պիտի ասենք մեր քարոզչությունը պետք է հստակ լազո խոսքին համացայն ուրեմն Աստված գիտե համար 9 գիտե ամպարիշները բարեբաշտները ներողություն փորձութենը ազատել եւ անիրավները դանչանքի համար պատրաստել շարունակենք նայեցեք ինչ կսե նույն նյութով Պետրոս նայեցեք մոտավորապես մեկ ամբողջ գլուխ գքրե այս սուտ վարդապետներուն հետ 3 գլուխ կա երկրորդ Պետրոսը մեկ գլուխը միան սուտ վարդապետներուն համար է ինչու քանի որ շատ կային քանի որ Պետրոսի օրով
այդ սուտ վարտաբետները իրենց կորձը գնային, իրենց սխալ կորձը գնային։ Եվ Պետրոս կսե ուշադիր եղեք, ժողովուրդ, արթուն գեցեք։ Եվ այդ խոսքը այսօր նաև մեզի համար է։ Մանավանդ անոնք, որ բղձալից ցանկությամբ մարմինի յետևեն գերտան եւ դերությունները գանարքեն, ինքնա հավան եւ համտուքն չեն վախնար մեծապարներուն հայոյել է։ Ավասիկ այդ քարոզիչներու մասին է խոսքը։ Այդ քարոզիչները, որոնք իրենց ցանկություններով առաջ կերտան, ինքնահավան, գրված է, համտուքն, խոնարհություն չի գա, համտուքն խոսքեր, իրենք են գետրոնը։ Երբ հրեշտակները գսե, որ անոնց մեջ շատ ավելի մեծ են զորությամբ եւ կարողություններով, դերոջ արչեւ հայոյությամբ դատաբարդություն չեն բերեր անոնց վրա։ Նույնիսկ հրեշտակները գսե, այնքան համտուքն չեն, Աստծո ներկայությամբ խոնար են։ Այս սուտ կարոզիչները, այս անունով հավատացյալները, ինչպես երբեմն գահամտքնին, գահայոյեն, Երբ որ գսե գահոյեն, ոչ թե հայոյանք մեր գարձած իմաստով, այլ Աստծո հագարակ կխոսին եւ Սուրբ Գիրքի մեջ հայոյելը ամբարդավանության հետ կապ ունի, մեծապարության հետ կապ ունի, քորոզության հետ կապ ունի, հբարդության հետ կապ ունի։ Գսեն այս մարդիկը հբարդ են, նույնիսկ հրեշտակները, որ շատ զորավոր են իրենց մեջ, չեն համարձակիր Աստծո ներկայությամբ այդպես խոսիլ։ Այս սուտ վարդապետները, այս հավատացյալները, որոնք բերանացի այնպես լավ բաներ կխոսին, այնպես քաչությամբ կխոսին, բայց կյանքերին այնտեղ չէ, անոր Պետրոս կսե, այս մարդիկը իսկապես վտանգի մեջ են։ Իրենք իրենց մեկը կգարձեն, իրենք իրենց մեծ կգարձեն, իրենք իրենց կգարձեն, թե իրենք արդեն ամենին լավն են, եւ այդ է իրենց մեղքը, այդ քարոզիչներուն։ Նայեցեք ինչ կսե, Համար 12, Պետրոս կսե, ասոնք անպան անասուններու բես են։ Այդ անասունները, որ պիտի մորթվին, պիտի ձախվին, պիտի մորթվին, այդ անասուններուն բես են գսե, որ բնական որդվելուց եւ սպառնվելու համար են, գհայոյեն անոնց, որ չեն ճանչնար, մեծ գխոսին, այն նյութերը, որ չեն գիտեր, այն նյութերու մասին գխոսին, որ չեն գիտեր, մեծ գխոսին գսե անասուններու գլմանին, անոնք իրենց աբագանությունովը բիդի աբագանին, ահավասիկ բադիժը, մեմ եվս բադիժը, մամ քիչ հետո բիցե մի քանի բադիժներս այս համարներուն մեջ, մեծ մի խոսիր, խոնար եղիր, դիրոջ խոսքեն ավելի դուրս մի ելեր, ուշադիր եղիր ինչ կսես, քո ամեն մեկ խոսքդ, ամեն մեկ մեջբերումդ Աստծո խոսքին համաձայն թողլա, քո անձիդ համաձայն թող չլա, քո անձդ առաջ մի բերեր։ Սիրելի քույր եղբայրներ, կտեսնենք երբեմն շագերդյալ Աստուծո մարդեր, որ ավելի իրենց մարդն են, քան թե Աստծո մարդը, այնքան բադիվ կստանան, այնքան բադիվ կփնտրեն, այնքան կուզեն իրենց անունները գրվի այստեղ այնտեղ, այնքան կուզեն իրենց մասին խոսվի, այնքան բաներ գնեն, որ իրենք երևնան, ամեն բաներում մեջ կան, միշտ նկարներով մեջտեղն են, կովաստը իրենց համար է, ամեն ինչ իրենց համար է, իրենց ծառայություններում մեջ իրենց նկարները կան ամեն կողմ։ Ժողովուրդ, մենք Աստծո, եթե Աստծո մարդն ենք, մենք խոնար պետք է լանք։ Ուր է ավետարանի վերստին ծնվածները, երբ այսօր գնայինք քարոզիչներուն, այսօր որ գնայինք հովիվներու, շատ հովիվներու, փառք Տիրոջ բոլորը չեն, բայց շատերուն երբ որ գնայինք, գսենք ուր է ավետարանը։ Ուր է այդ ավետարանի խոնար ծառայողը, որ Հիսուս կսեց ցեզ ամենամեծը թող ամենաբզդիկը հլա։ Ուր է։ Ուր են այդ ճշմարիտ խոնարները, որոնք խոնար են իրենց եկեղեցին մեջ, իրենց ծառայություններու մեջ, երբեմն մենք տեսնենք հովիվներ, որոնք թագավորներու պես կապրին իրենց եկեղեցիներու մեջ։ Իրենք չես ալգրնար խոսիլ։ Սիրելի քույր եղբայրներ, պետք է փոխվի այս բոլորը։ Մենք պետք է ապաշխարենք։ Հիսուսի կալուստը մոտ է, եկեղեցիներու մեջ խոնարներ պետք է տեսնենք։ Խոնար ծառայողներ, եւ ոչ թե ինքնահավան, ինքնագետրոն, անձնագետրոն մարդիկ, որոնք բաց կխոսին,
առանց թե կյանքը այնտեղ ալա։ Բիդի աբագանին իրենց աբագանությանը մեջ կսե։ Համար 13 անիրավության վարձքը ընդունելով անոնք ծորեկվան մեջ եղած զեղությունը զվարճություն կսեբեն արատ և պիձեն իրենց խապեյություններով զվարջանալով երբ ծեզի հետ կերու խումիր գնստին շնությամբ լեցուն աչկեր ունին որ մեղք չեն տատարիր անհաստատ հոգիները կխապեն ներողություն ան ակահության վարժված սրդեր և անիցյալ զավակներ են։ Դեսնեք ինչ բաներ գսեք պիտի թողնեմ որ դուք հետո գարտակ չեմ ուզում մեկ բարին վրա գետրոնանալ բայց գտեսնեք ինչ խիստ կխոսի Պետրոսը անիցյալ են գսանոնք քանի որ մարդ կխապեն նորեն կրված է ինչպես երկրորդ համարի մեջ մարդ կխապեն դգար հոգիները կխապեն այդ մարդը որ սուբ գիրքեն դեղյակ չէ այդ մարդուն կխապեն եւ այսօր ինչու այդպես հովիվներ գահաճողին իրենց վատ գործերու մեջ քանի որ իրենց դիմացը Աստծո խոսքը ջանցող մարդ քիչ կա եթե մենք Աստծո խոսքը գարտանք եթե մենք Աստծո խոսքը սերնենք եթե մենք Աստծո խոսքի մեջ քիչ մը գետրոնանանք չենք խապվիր ժողովուրդ չենք խապվիր եւ այդպես հովիվներ չեն հաճողիր այսօր այդպես հովիվներ գահաճողին ինչու քանի որ դիմացը սուբ գիրք գարտացող չի գա հովիվը գսե որ ես սրտիս այս տրվեցավ դիմացին ալ գսե ամեն Չգիտեր քանի որ ինչ է ճշմարտությունը։ Չսեր հովիվ այդ ինչը սիրտու, քո ուզածը սխալ է։ Չէ։ Ուրեմն այդ տեսակի մարդիկ այսօր կխապվին, քանի որ իրենք սուբ գիրքի հետ կապ չունին։ Անորոմար Աստծո խոսքը սերդենք եւ ինչպես կտեսնենք մեր այս սերդողությունը, Տիրոջ խոսքն է որ քեզ գբերեն որ դու լուսապանվիս, որ չլատ է աճ ցախ այս կամ այն հերձվածության հետևիս։ Աստծո խոսքը ստագ է։ Եվ մեր ճշմարտության խոս ծառայությունը ոչ կավելնա, ոչ ալ կբաքսեցնե։ Ինչ որենա ադիգա է։ Գահավնիս, չես հավնիր տուն գիտես։ Խոսքը խոսք է։ Եվ մենք պիտի փորձենք ավելիով այս խոսքը հասկանալ։ Քանի որ գտեսեք Պետրոս ինչ փարգությամբ կգրա այստեղ։ Հիսուս իր արյունը տվավ, որովհետև մենք ազատագրվենք եւ ճշմարտության մեջ քայլենք։ Սուրբ Հոգին եկավ, որովհետև Սուրբ Հոգին մեզ Քրիստոսի ամեն ճշմարտության մեջ առաջնորդ է։ Եվ այսօր Սատանան իր կորձիչներով կուզե հերացնել մարդկանց Հիսուս Քրիստոսի ճշմարտությունը։ Անհաստատ հոգիները կխապեն, այո։ Հաստատվիր Աստծո խոսքի մեջ, որ չի խապվիս։ Անիծյալ զավակներ են։ Վաու, ինչ ծանր խոսք։ Շիդակ ջամպան ցկելով մոլորեցան, ինչպես Բեովրյան Պաղամին ջամպուն հետևելով, որ անիրավության վարձքը սիրեց։ Պաղամին պատմությունը գիտենք, թվոց կրկին մեջ, երբ Պաղամը թրամի համար, շահի համար Աստծո ըսած խոսքին հագարակեցավ։ Իր անձնական շահին համար, սկիզբը լավ սկսավ, ասավ չէ ես Աստծո խոսքը պիտի ասեմ։ Բայց եւ որ իրեն քիչ ավելի առաջարկվեցավ, ասավ ինչու չէ։ Իր ուզածը սկսավ ասել եւ գսե այդտեղ բայց իր անարդությանը հանդիմանությունը արավ, երբ անխոս էշը մարդկային ցայնով խոսելու մարդկային հիմարությունը արգելեց։ Էշը Աստված կործածեց, այդ մարդկային ասելով, թուն իմ խոսքս անարգեցիր։ Սիրելի քույր եղբայրներ, չլաթե գսե Պաղամի ջամփուն մեջ մոլորինք մեր անձերուն փապակը կատարելու, մեր գամքը կատարելու յետևեն։ Քանի որ մեր գամքը եթե կատարենք, մենք պիտի գործվենք։ Եվ նույնիսկ քարոզիչներ, հոգևոր հովիվներ, առաջնորդներ, եկեղեցի անդամներ, հավատացյալներ, մենք չէ որ կանչված ենք մեր գամքը կատարելու, մենք կանչված ենք իր գամքը կատարելու։ Անոնք համար 17-ը ճուր չունեցող աղբյուրներ են, փոթորիգեն քշված մեկեր, որոնց համար թանցր խավարը բահված է հավիտյան։ Ինչ ծանր խոսք, անիծյալ են, թանցր խավար բահած է, ինչու,
քանի որ իրենց կամքը կփնտրեն, իրենց շահը կփնտրեն, Պերանին Աստուծո անունը սրդերնին իրենց շահը։ Եվ ահավասիկ անոնք անչուր աղբյուրներ, մի խոսքով գա աղբյուրը, բայց չուր չկա։ Այո, այդտեղ գսե փոթորիկեն քշված է, մի խոսքով իմաստ չունի։ Իրենց այդտեղ լալը հոգևոր իմաստ չունի։ Քանզի ունայնության հբարդ խոսքեր ընելով, քիչություններով, մարմինի ցանկություններով գխապեն զանոնք, որ քիչ առաջ փախեր էին անոնց մե։ Մեկ խոսքով ուրդեղ են որ ելած էին, ետ այնտեղ գերտան այդ մարդկանց քարոզելով իրենց փափակածը, իրենց ուզածը, հբարդ խոսքերով, անհիմն խոսքերով, հանտուկն խոսքերով։ Անոնց ազատություն կխոստանան, բայց իրենք աբագանության ծարաներն են, վասնզի ինչ բան է որ մենք հաղթվի, անոր ծարա գլա։ Իրենք կկարոզեն, որ ազատություն կա, բժշկություն կա, Քրիստոսով ամեն ինչ լավ կա, արդար պետք է լանք, ուրախ պետք է լանք, ուղի պետք է լանք կկարոզեն, բայց իրենք անոր մեջը չեն։ Իրենք ազատագրված չեն, իրենք բռնված են։ Այն բան է որ մեկը գահախտվի, անոր ծարա գլա։ Ասել է որ դու այս կետի վրա չես կրնար հաղթել, դու անոր ծարան ես։ Իրենք չեն կրնար հաղթել, բայց կկարոզեն։ Իրենք արդարություն կարոզեն, արդարության մեջ չեն։ Ճշմարտություն կարոզեն, ճշմարտության մեջ չեն։ Սրբություն կկարոզեն, սրբության մեջ չեն։ Աստված կկարոզեն, բայց իրենք ինքնա վստահության եւ ինքնա բաշտամունքի մեջ են։ Ասենց եթե Դեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին գիտությունով աշխարհին բղծություններեն հրաժարել է հետո դարձյալ այն բաներեն բռնված հաղթվին, անոնց վերջը առաջինեն ավելի քեշ կլա։ Ասել գուզե որ դու որ լսեցիր, իրենք որ գիտեն այս ճշմարտությունները, իրենք որ այս ճշմարտությունները ճաշակեր են, բայց ետ կվերադառնան դեպի աշխարհ։ Առանց ճշմարիտ աբաշխարելու, առանց իրական աբաշխարելու, առանց կատարյալ աբաշխարելու, կվերադառնան իրենց վերջավերի քեշ պիտելա քան թե առաջ, քանի որ հիմա իրենք գիտեին, իրենք լսած էին, իրենք ընդունած պետք է լային, բայց չընդունեցին, այլ իրենց անձը առաջ բերին եւ իրենց անձը առաջ բերելով իրենց վերջը ավելի քեշ պիտելա։ Սակայն անոնց պատահեցավ հին եւ ճշմարիտ արագը որ գսե շունը նորեն իր փսխածին կդառնա եւ լվացված խոզը ցեխի մեջ կդաբլդգի։ Ահավասիկ Պետրոս ինչ խիստ կխոսի սուտ մարգարեներուն, ինչ խիստ կխոսի այդ մարդկանց որ հոգեոր խոսքեր կխոսեն, բայց իրենք մեջը չկան։ Ինչ խիստ կխոսի այդ մարդկանց որ այսպես առանց քիտնալու բաներ մը կխոսին, այդ մարդկանց որ հայտնության մասին կխոսին, բայց Աստծո խոսքեն դեղյակ չեն, շատ խիստ կխոսի Պետրոս։ Նայեցեք, երբ որ իրենց բադիժներու մասին կխոսենք, օրինակ գսե անոնց թադաբարդությունը պատրաստ է։ Քիչմանտին գսե Թադաստանի օրվան կբահվին, քիչմանտին գսե պիտի աբագանին, քիչմանտին գսե անիծյալ զավակներեն, քիչմանտին գսե թանցր խավարի բահված են հավիդյան, այս բոլոր բադիժներն են, որ կսպասե այդ մարդկանց, որ հոգևոր կցևացնեն, բայց հոգևոր չեն, հոգևոր բաներ գսեն, բայց կյանքը չգա, եւ սուտ կիրկանոց համար գսե սուտ վգաներ, սուտ մարգարեներ, որոնց պատճառով շատեր պիտի հերանան եւ Աստծո հագարակ նույնիսկ Աստծո պիտի հայոյեն այդ մարդկանց պատճառով։ Սիրելի քույր եղբայրներ, սիրելի հայրենակիցներ, քրիստոնյա ալլալը Քրիստոսի խոսքի մեջ հաստատուն մնալն է։ Քրիստոնյա ալլալը Քրիստոսի խոսքը լավ ճանաչելն է։ Պետրոս ցանր խոսքեր կխոսի։ Անորոշ ճիշտ վերի համարը որ գարտացինք երկրորդ գլխուն, առաջին գլխուն վերջին համարը։ Գսե որ մարգարեությունը ուզածիդ պես մի թարգմաներ։ Աստծո խոսքը քո ուզածիդ պես մի մեկնաբաներ։ Գարելի չէ։
Ահավասիկ հետևանքները, երբ որ սուտ մարգարեներ գուքան։ Ահավասիկ սուտ մարգարեները ինչու մեջ տեղ կան, քանի որ ամեն մարդ իր ուզածը կմեկնաբանե։ Մենք պետք է հստակ լազո խոսքը մեր մեջ։ Մենք չէ թույլ տանք, որ ամեն մարդ իր ուզածը ասե։ Գրնա ամեն մարդ իր գաղափարը տալ, այո, բայց պետք է շտկվի։ Եկեղեցին այն վայրն է, որ մենք պետք է հավաքենք բոլոր մարդկանց մտքերը, գաղափարները սորվեցնելով, քաչալերելով իրենց, որպես Աստծո խոսքը սերտեն։ Մենք չենք գնալ ամեն մեկը իր ուզածը պատմի։ Անոր համար սուտ մարգարեներ գոքան, անոր համար սուտ վգաներ գելեն, անոր համար այսօր շատ ավելի քայթաղգված մարդիկներ կան եկեղեցիներեն, քան թե նվիրված մարդիկներ։ Շատ ավելի մարդիկ քայթաղգվին այսօր հավատացյալները, քան թե շատեր որ գուքան հավատացյալ կդառնան։ Ինչու՞։ Քանի որ հավատացյալ ճագերդյալ սուտ հավատացյալները բամը գսեն եւ ուրիշ ցեվով գաբրին։ Գամ գխապեն մարդկանց։ Գամ մարդկանց ցույց կտան ուրիշ տեսակ հավատքը։ Մարդկանց կսեն եկեք մեր եկեղեցին լավ է։ Ինչու՞։ Քանի որ այդ եկեղեցին մեջ ոչ մարդը կհանդիմանվի, ոչ կաշխարե, ոչ ապաշխարության կհրավիրվի։ Մարդը հանգիստ կսկա այնտեղ։ Բայց ոչ։ Սուրբ Գիրքը մեզ կսորվեցնի, որ Աստծո խոսքը ունի իր զորությունը, եւ մենք կանչված ենք այդ խոսքը լսելու, այդ խոսքը ընդունելու, այդ խոսքը ապրելու, այդ խոսքին համար խոնարհվելու եւ մենք միշտ խոնարհ ապրելու ամենակարող Աստծո խոսքին առաջ։ Ես երբ որ համար կգարտամ, ես չեմ ասեր ինչ կուզեմ հասկանալ, ես չեմ ասեր ինչ կուզեմ մեկնաբանել, չէ, ես կսեմ ինչ կսե խոսքը։ Եվ այդ խոսքն է, որ ինձ գբարդատրե, որ ես խոնարհիմ եւ լսեմ։ Թող Տերը մեզ օգնե այս ցավալի խոսքերը, որ Պետրոս մեզի տվավ, թող մեզ օգնե, որ մենք հասկանանք, սիրելի քույրեր, որ Աստծո խոսքը խաղալիք չէ։ Աստված հետևիլը, Հիսուս Քրիստոսի հետևիլը խաղալիք չէ։ Իր արյունով մեզ ծախու արավ Հիսուս։ Մենք չենք կրնար մեր ուզածը անել։ Գամ Քրիստոսի հետևորդ ենք կատարյալ ցևով եւ գամ ոչ։ Գամ կատարյալ ցևով Հիսուս Քրիստոս դերը, ինչպես այստեղ գսե վերջին համարը, դեր ու բրգիչ Հիսուս Քրիստոսին։ Դեր ու բրգիչ։ Մենք եւս կտեսնենք Հիսուսի աստվածություն այստեղ։ Գամ կընդունենք իր դեր ու բրգիչը լալը եւ մենք կհնազանդենք եւ կհետևենք իրեն եւ գամ ոչ։ Այդ մեջտեղը լալն է, որ շատ նախ դու գցավիս, Աստված քեզ սուտ վգա գսե, բայց նաեւ քո պատճառով շատերը կքայթաղգվին։ Մեջտեղ չէ, դամ կատարյալ Քրիստոսի խոսքին մեջ նվիրված խոնար, ինչպես որ խոսքը գսորվեցնե, եւ գամ դուրս։ Ուրեմն մեր նպատակը մարդ շահիլ չէ, մեր նպատակը մարդը ապաշխարության բերելն է։ Մեր նպատակը ժողովուրդ ունենալ չէ, մեր նպատակը ժողովրդին Քրիստոսի նմանցնելն է։ Այսօր համար կանչված ենք։ Մեր ծառայությունը ճշմարտության խոսքը, իմ ծառայությունը ճշմարտության խոսքը, սիրելի քույրեր, այսօր համար այստեղ է։ Մեր նպատակը գեղեցկացնել չէ, կամ ինչպես եմ գայքերը, Facebook-երը, YouTube-ները լեցնել չէ։ Մեր նպատակը, որ եթե մի բան հասկացար, հասկանաս լրջությամբ։ Հիսուս Քրիստոս մերավ հարություն արավ, որբեսի մենք իրեն հետևենք, բրգվենք, քայլենք բրգության կյանքի մեջ սուրբ եւ անարատ ճշմարիտ, եւ ոչ թե մեր գամքը փնտրենք, այլ իր գամքը, խոնարհությամբ, ճշմարտությամբ, հնազանդությամբ, արդարությամբ քայլենք իր խոսքին մեջ, ոչ թե հանտուկը լանք, այլ խոնարհ լանք իր խոսքին առջև, եւ ապրենք արդար եւ ճշմարիտ Հիսուս Քրիստոսը ծանոթացնելով, որին կդրվի միշտ փառքը, հիմա եւ հավիտյանս հավիտենից, հալելույա, ամեն